Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալն այս փուլում արդեն վերածվել է բազմաշերտ դրամայի, որտեղ յուրաքանչյուր կերպար անցնում է իր ներքին պայքարը, իսկ բոլոր գծերը միաժամանակ շարժվում են դեպի մեծ բախում։ Սա այն կետն է, երբ սերիալը դադարում է պարզապես հետաքրքիր լինելուց և դառնում է լարված, խորքային ու զգացմունքային ծանր պատմություն։ Դավիթի գիծը շարունակում է մնալ ամենակարևոր առանցքը, նրա վիճակը դեռ ծանր է, բայց մատի շարժումն իսկապես հույսի լույս է բոլորի համար։ Այդ փոքրիկ շարժումը կարծես կյանք վերադարձնելու ազդանշան է, որը ուժ է տալիս թե ընտանիքին, թե հեռուստադիտողին։ Մանանի ներկայությունն այդ պահին ևս խորհրդանշական է։ Նա, ով երբեմն սխալ որոշումներ էր կայացնում, հիմա կանգնած է ամենաճիշտ տեղում՝ եղբոր կողքին, բայց հույսի հետ գալիս է նոր փորձություն՝ գումարի հարցը։ $80,000 դառնում է ոչ միայն ֆինանսական խնդիր, այլ նաև արժեհամակարգի փորձություն։ Լեոն կանգնած է ընտրության առաջ՝ դիմել թշնամուն, թե մինչև վերջ պայքարել ինքնուրույն։ Նրա կերպարը չի թողնում, որ նա օգնություն խնդրի Հունանից, նույնիսկ եթե դա կարող է փրկել Դավիթի կյանքը։ Սա ցույց է տալիս նրա սկզբունքայնությունը, բայց նաև թե որքան ծանր բեռ է նա կրում։ Այստեղ ամենահետաքրքիր և ամենախորհրդանշական գիծը կապված է Ավոյի հետ։ Նրա կերպարն ամբողջ սերիալի ընթացքում ներկայացվել է որպես մութ, հաշվարկող, երբեմն դաժան մարդ, բայց վերջին զարգացումները կարծես բացում են նրա ներսի մեկ այլ կողմը։ Շատ բան հուշում է, որ Ավոն կարող է լինել այն մարդը, ով գաղտնի կվճարի այդ գումարը։ Եթե դա իրականում տեղի ունենա, դա կլինի ոչ միայն սյուժետային շրջադարձ, այլ նաև կերպարի վերաիմաստավորում։ Այդ քայլը կարող է նշանակել, որ նա տարիներ առաջ հեռացել է ոչ միայն իր շահերից ելնելով, այլ նաև ինչ-որ կերպ փորձել է պաշտպանել եղբոր երեխաներին։ Հնարավոր է, որ նա գիտակցել է վտանգը և ընտրել է ամենացավոտ, բայց իր կարծիքով ճիշտ ճանապարհը։ Սակայն եթե նույնիսկ նա օգնի, հարցը մնում է՝ արդյոք դա բավարար է ներում ստանալու համար։ Լեոյի համար սա կլինի ամենադժվար ընդունելի փաստը։ Նա այն մարդն է, ով ամենաշատն է կրել այդ բացակայության հետևանքները։ Նրա ներսում կա և ցավ, և զայրույթ, և կարոտ։ Եթե նա իմանա, որ հենց Ավոն է փրկել Դավիթի կյանքը, դա կարող է ամբողջությամբ խառնել նրա զգացմունքները։ Մանյանը, հակառակը, կարող է ավելի շատ ընդունել և հասկանալ։ Նրա կերպարն ավելի զգայուն է, ավելի պատրաստ տեսնելու մարդկանց ներսի փոփոխությունը։ Նա նաև ավելի նյութապաշտ է և, հավանաբար, դա միայն ուրախություն կպատճառի նրան, երբ իմանա, որ Ավոն իր հորեղբայրն է ու նա բավական փող ունի։ Պապի դերն այստեղ կրկին դառնում է առանցքային։ Նա այն մարդն է, ով տեսել է ամեն ինչ՝ կորուստներ, ցավ, սխալներ։ Նրա որոշումը ընդունել կամ մերժել Ավոյին կարող է ազդել ամբողջ ընտանիքի վրա։ Միևնույն ժամանակ, մյուս գծերը նույնպես չեն թուլանում։ Վովան դեռ պայքարում է իր ներսում ընդունել ճշմարտությունը, թե շարունակել ապրել իր ստեղծած իրականության մեջ։ Նրա հրաժարումը լսել Օլգային շատ մարդկային է, բայց նաև վտանգավոր, որովհետև ճշմարտությունը չի կարող հավերժ թաքնված մնալ։ Գրիշոյի գիծը մնում է ամենավտանգավորներից մեկը։ Նրա փախուստն, անկայուն վիճակը և արդեն կատարված հանցանքը ցույց են տալիս, որ նա կանգնած է կործանման եզրին։ Եթե նա չկանգնի, նրա ճանապարհը կարող է ավարտվել ողբերգությամբ։ Հունանն իր հերթին շարունակում է պայքարել իր ձևով, պաշտպանելով որդուն, բայց պաշտպանությունը գնալով ավելի է խորացնում խնդիրները։ Նա չի հասկանում, որ իր քայլերով կրկնում է անցյալի սխալները։ Լեայի կերպարը շարունակում է մնալ երկու աշխարհների միջև։ Նրա սերը Լեոյի հանդեպ և ընտանիքի հանդեպ պարտքը նրան դնում են անհնար ընտրության առաջ։ Նրա յուրաքանչյուր քայլ կարող է ցավ պատճառել ինչ-որ մեկին։ Էռնայի գիծը նույնպես դեռ բաց է։ Նրա ապրածը փոխել է նրան, և հիմա նա պետք է որոշի՝ ինչ կյանք է ուզում ապրել։ Նրա որոշումը Ավոյի վերաբերյալ կարող է դառնալ ևս մեկ կարևոր շրջադարձ։ Այս ամենը միավորվում է մեկ մեծ գաղափարի շուրջ։ Ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը, իսկ յուրաքանչյուր ընտրություն ունի իր գինը։ Գոյամարտը հիմա ոչ միայն պատմում է մի ընտանիքի մասին, այլ ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց անցյալի, իրենց սխալների և իրենց զգացմունքների հետ։
Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել հուզիչ եւ որոշիչ։ Կգտնվի արդյոք անհրաժեշտ գումար է, կփրկվի Դավիթը, կբացահայտվի Ավոյի իրական դերը, կկարողանա ընտանիքը ներել, կվերադառնա Վովան ճիշտ պահին եւ արդյոք այս բոլոր պատմությունները կհանգեցնեն մի ընդհանուր հանգուցալուծման։ Մի բան արդեն հաստատ է. Գոյամարտը դեռ ունի ասելու իր ամենաուժեղ խոսքը, եւ հեռուստադիտողներին սպասվում են իսկապես հիշվող, խորքային եւ հուզիչ սերիաներ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, արդյոք իսկապես Դավիթին օգնելու համար Ավոն պատրաստ է ամեն ինչի, արդյոք այդ գումարը իսկապես Ավոն է տալու։ Սպասում ենք յուրաքանչյուրիդ կարծիքին, բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։